Քրիստոս հարյավ իմերելոց մեզ և ձեզ մեծ ավետիս Տոնակատարության կեսին Հիսուս տաճար ելավ և ուսուցանում էր հրեաները զարմանում էին ու ասում սա ինչպես գիտի գրվածքները քանի որ բնավ չի սովորել Հիսուս նրանց պատասխան տվեց և ասաց. իմ ուսուցումը իմը չէ, այլ նրանը, ով ինձ ուղարկեց։ Եթե մեկը ուզում է նրա կամքը կատարել, կիմանա այս ուսուցման մասին, թե Աստծուց է արդյոք, թե ես ինքս ինձանից եմ խոսում։ Ով ինքն իրենից է խոսում, իր համար է փառք փնտրում, իսկ ով փնտրում է նրա փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, և նրա մեջ սուտ բան չկա։ Օրենքը ձեզ Մովսեսը չտվեց, բայց ձեզանից ոչ ոք օրենքը չի կատարում։ Ինչու եք ուզում ինձ սպանել։ Ժողովուրդը պատասխան տվեց ու ասաց. Քո մեջ դև կա, ով է ուզում քեզ սպանել։ Հիսուս պատասխան տվեց նրանց և ասաց. մի գործ արեցի և ամենքդ զարմացել եք։ Մովսեսը դրա համար ձեզ տվեց թլպատությունը, թեև այդ ոչ թե Մովսեսից էր, այլ հայրերից, և շաբաթ օրով մարդ եք թլպատում։ Իսկ արդ, եթե մարդը շաբաթ օրով թլպատվում է, որպեսզի Մովսեսի օրենքը չխախտվի, իմ վրա եք բարկացած, որ շաբաթ օրով մի ամբողջ մարդ բժշկեցի։ Հիսուսն ասում է, իմ ուսուցումը, իմ արած գործերը իմը չեն, այլ նրանը, ով ինձ ուղարկեց։ Այսինքն Հիսուս մարդկանց հայացքը ուղղում է դեպի երկինք, վեր նայեք։ Եվ ամբողջ ավետարանի ուսուցումը սրա մեջ է, որ մենք փնտրենք վերին բաները, ինչպես ասում է առաքյալը։ Այս աշխարհի բաները չփնտրենք, վերև նայենք, որովհետև այս աշխարհի բաները սուտ են, ունայն են, անցողիկ են, աչքի երևացած բաներ են։ Այս հատվածի շարունակության մեջ ասում է Հիսուս. աչքի տեսածով մի դատեք, այլ ուղիղ դատաստան արեք։ Աչքի տեսածը այն ինչ որ մենք այս աշխարհի մեջ տեսնում ենք։ Ասում է սա դեռ ճշմարտությունը չի։ Սա երևացող կողմն է իրականության, բայց իրականությունը շատ ավելի խորն է, քան արտաքին երևացող կողմը կամ շերտը։ Մենք մարդու վրա նայելով միայն, արտաքինը տեսնելով մարդուն չենք կարող ճանաչել։ Մարդու արտաքինը դեռ այդ մարդը չի։ Մարդը այն է, ինչ որ այդ արտաքինի մեջ կա։ Այսինքն իր հոգին, իր ներկայությունը։ Եվ Քրիստոսն էլ ասում է վերև նայեք, ես վերևի բաների մասին եմ խոսում։ Եփեսոս 5-րդ կիրակին է հինանց շրջանի, այսինքն Սուրբ Հարության տոների 5-րդ կիրակին է, և այսօրվա կիրակին կոչվում է Երևման խաչի կիրակի։ Ինչ է այս Երևման խաչի կիրակին։ Այս կիրակին մենք կատարում ենք հիշատակը կամ տոնում ենք տոնը մի երևույթի, որ տեղի է ունեցել մեզանից դարեր առաջ, 4-րդ դարում։ Պատմությունը մեզ ասում է 351 թվականի մայիսի 7-ին Երուսաղեմում մի հրաշք տեղի ունեցավ։ Ինչ եղավ։ Օրը ցերեկով, ասում է 3-րդ ժամին, 3-րդ ժամը դա առավոտյան 9-ն է։ Երուսաղեմի երկնակամարում երևաց մի լուսեղեն խաչ, փոքրիկ խաչ չէր, շատ մեծ խաչ էր, պայծառ խաչ էր, լուսափայլ խաչ էր, որի մի ծայրը գտնվում էր, ասում է,
Գողգոթայի վրա, մյուս ծայրը Համբարձման լեռան վրա։ Այսինքն դա մեծ տարածություն է։ Մի կողմում Համբարձման լեռն է, մի կողմում Գողգոթան է Երուսաղեմի, եւ այդ լուսեղեն խաչը մի պահ բիակնթարթ չերևաց, այլ ժամեր շարունակ Երուսաղեմի երկնակամարում էր, եւ ասում են այնքան պայծառ էր այդ խաչի լույսը, որ արեգակի ճառագայթները նսեմացել էին դրա առաջ, այլապես ասում է արեգակի լույսը թույլ չէր տա, որ տեսնեին այդ խաչը լուսեղեն շատ ավելի պայծառ էր, քան արեգակը, եւ ժամեր շարունակ մնաց Երուսաղեմի երկնակամարում, ոչ թե մի մարդ, մի քանի մարդ, կամ տասնյակ կամ հազարավոր մարդիկ տեսան, այլ ամբողջ Երուսաղեմի բնակչությունը տեսավ այդ լուսեղեն խաչը, բայց տեսիլքը սովորական չէր, այնպես չէր, որ ուղղակի իրանք տեսան, ասեցին, վա, ես ինչա, այլ այդ տեսիլքը ազդեցիկ էր, այդ խաչի երևումը ազդեցիկ էր, այնպես ազդեց այդ ժողովրդի վրա, որ ասում են բոլորը վազեցին դեպի եկեղեցիներ, եւ ասում են շատ շատերը այդ տեսիլքից ազդված, այդ երևումից ազդված հավատացին Քրիստոսին եւ մկրտվեցին այդ օրը։ Եկեղեցական ավանդությունն ասում է, որ այդ օրը Երուսաղեմում մկրտվեց 3000 մարդ, եւ այդ տեսիլքը տեղի ունեցավ Սուրբ Գյուրեղ Երուսաղեմացի հայրապետի հայրապետության օրոք, ինքն էր հայրապետը, եւ ինքը այդ տեսիլքը չթողեց անտես կամ թույլ չտվեց, որ մոռացության ենթարկվի, այլ ինչ արեց, վերցրեց մի նամակ գրեց Կոստանդին կայսրին, որը մեծն Սուրբ Կոստանդիանոս կայսեր որդին էր, Ռոմի կայսրն էր, մի նամակ գրեց, որի մեջ մանրամասն նկարագրում էր այդ տեսիլքը, այդ երևումը Սուրբ խաչի եւ միևնույն ժամանակ նաեւ իր քարոզի մեջ ջատագովում էր քրիստոնեությունը, այսինքն կայսրը տատանվող վիճակի մեջ էր գտնվում, որովհետև աղանդավորները շատացել էին այդ ժամանակներում, արիոսականները շատացել էին, եւ հարկ էր ուղղափառ հավատքը ջատագովել, այսինքն ուղղափառ հավատքի ճշմարտությունը փաստել ու հաստատել, եւ Գյուրեղ Երուսաղեմացին իր նամակի մեջ կայսրին ասում է, ոչ թե մենք ենք հաստատում այս ուղղափառության ճշմարտությունը, այլ Աստված երկնքից է հաստատում խաչի նշանը ցույց տալով, սա աստվածային հաստատում էր, աստվածային հրաշք էր, որ Աստված երկնքում ցույց տվեց, ուրեմն մարդիկ ինչպես պիտի տեսնեին սա, եթե աչքերը երկինք հառած լինեին, ովքեր իրենց աչքերը երկինք չհառեցին, չտեսան, այսօր էլ Աստված երկնքից ձայնում է մարդկանց, բայց մարդկանց մեծամասնությունը ցավոք սրտի ասում են Աստված ջան, Տեր Աստված, մենք հիմա դրա ժամանակը չունենք, որ վերև նայենք, մենք այս աշխարհի մեջ մեր ոտքերի տակ այնքան գործեր ունենք, որ քեզանով զբաղվելու ժամանակ չունենք, հետո մի օր կգա, որ մեր գործերը կվերջացնենք, մեր անելիքները այս աշխարհի մեջ կվերջացնենք, այն ժամանակ կգտնենք վերևել կնայենք։ Ես մի քիչ պատկերավոր եմ ներկայացնում մեր իրավիճակը, այսինքն մենք ժամանակ չունենք երկինք նայելու, մենք չենք ուզում երկինք նայենք, մենք ուզում ենք այս աշխարհի մեջ փնտրենք, ինչ փնտրենք, ճշմարտություն փնտրենք, որը չկա, երջանկություն փնտրենք, որը չկա, սեր փնտրենք, որը չկա, ապահովություն փնտրենք, որը չկա, ուրախություն փնտրենք, որը չկա, բա որտեղ է այդ ամեն ինչը, երկնքում է, երկինքա պետք նայել, Աստծուց է պետք այդ ամեն ինչը փնտրել, ոչ թե այս աշխարհի մեջ, այս աշխարհի մեջ չկա,
Այս աշխարհի մեջ եթե ասում են կա, խաբում են, խաբկանք է։ Ես նորից հիշեցի մի պատմություն ուսուցողական, մի քիչ էլ նման է երկիծական պատմության, որ մի քանի անգամ պատմել եմ, բայց հետաքրքիր է։ Հիմա էլ պիտի ասեմ նորից, ովքեր չեն լսել, լսեք։ Մի մարդ հայտնվում է դրախտում եւ սկսում է շրջել։ Սուրբեր են քայլում սպիտակ զգեստներով, խաղաղություն է, հանդարտություն է։ Այս մարդը մի քիչ քայլում ասում է, «Այս ինչ ձանձրալի տեղ է այս դրախտը»։ Ինձ համար լավ չի ասում։ Ես ձանձրանում եմ ստեղ, այս ինչ է, լուր, մունջ, խաղաղ, ինչ որ մարգագետիններ, բաներ, թրջուններ, կանաչ։ Հենց այդպես մտածում է, մեկ էլ հեռվից ձայն է լսում։ Աղմուկի, աղաղակի, քեֆի, ուրախության։ Եվ վազում է այդ ձայնի կողմը, վազում է ձայնի կողմ, տեսնում է մի հատ բարձր պատ է, այդ ձայնը պատի հետևից է գալիս։ Արագ բարձրանում է պատի վրա, ինչ է տեսնում։ Ռեստորաններում ուտում են, խմում են, պարում են, գժի պես թրվռում են առանց հասկանալու ինչ են անում, գիշերային ակումբներ, դիսկոտեկներ, չգիտեմ, այս աշխարհի ամեն ինչը։ Ասում է ինձ էսա պետք, ես պետք չի։ Ու այդ պատի վրայից իրան գցում է այդ կողմ։ Հենց գցում է այդ կողմ, հայտնվում է կրակի, բոցերի եւ եռացող կաթսայի մեջ։ Ասում է, բա ուր են ռեստորանները, ուր են ուտուշ-խմուշը, ուր են քեֆ ուրախությունը։ Հե, սատանան ասում է, դա իմ ռեկլամն է, դա գովազդ էր միայն, իրականությունը էսա, կրակի մեջ այրվել է այդ ամեն ինչի վերջը։ Այս աշխարհը երջանկության պատրանք է, որ մարդիկ կարծում են, թե այս աշխարհի մեջ երջանիկ են լինելու։ Շատ այսօր ցավոք սրտի աշխարհի մեծ մասը մտածում է, որ մենք եթե հարցնենք այս աշխարհի մեջ 2 կոպեկ ավել վաստակենք, մենք կապահովենք մեր երջանկությունը, մենք կապահովենք մեր ապահովությունը, մենք կապահովենք մեր երեխաներին, կապահովենք մեր ընտանիքը, այն չհասկանալով, որ այդ ամեն ինչը Աստծուց պիտի ստանան։ Այս աշխարհի 2 կոպեկը չի տալու այդ ամեն ինչը։ Երկինք է պետք նայել։ Եվ խաչի երևումով Աստված այս նորից փաստեց, ասում է երկինք նայեք, խաչին նայեք։ Խաչն է հաղթանակը, խաչն է ուրախությունը, խաչն է ցնծությունը, խաչն է լույսը, խաչն է պայծառությունը։ Դրա համար քրիստոնեական եկեղեցին իր գլուխը զարդարել է Քրիստոսի խաչի նշանով։ Քրիստոնյա եկեղեցին իր հավատացյալին տվել է խաչը որպես հաղթության զենք, չբթացող սուր թշնամու դեմ պայքարելու համար։ Քրիստոնյա եկեղեցին իր շքերթների առջևից ստանում է խաչի նշանը։ Տեսնում եք, չէ՞ պատարագի ժամանակ, որ դուրս են գալիս թափորով պտտվելու, խաչն ու խաչվառն է առաջից գնում, որտեղ քրիստոնեության դրոշն է խաչը։ Քրիստոնեության հաղթության նշանն է խաչը։ Խաչով, ասում է, պիտի հաղթես աշխարհին։ Եվ Պողոս առաքյալն ինչ է ասում։ Ասում է, ուրիշ բանով չեմ պարծենում, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար եւ ես էլ աշխարհի համար։ Բա ում համար ենք կենթանի, Աստծո համար, երկնքի համար, ոչ թե այս աշխարհի համար։ Խաչը այս խորհուրդն ունի։ Քրիստոս որ ասում էր խաչը վերցրեք եկեք իմ ետևից, սա էր ասում, որ մի ընթացեք այս աշխարհի ընթացքով, այլ ընթացեք Աստծո ճանապարհով, Քրիստոսի ցույց տված ճանապարհով, որը տանում է դեպի երկինք, որը տանում է դեպի փրկություն, որը տանում է դեպի հավիտենական կյանք։ Իսկ այս աշխարհի նշած ճանապարհները տանում են դեպի կորուստ։ Լայն եւ ընդարձակ է ճանապարհը, որ տանում է դեպի կորուստ։ Նեղ եւ անձուկ է փշոտ է ճանապարհը, որ տանում է դեպի փրկություն, դեպի հավիտենական կյանք, երկնքի արքայություն։ Բայց այդ ճանապարհի վերջին խաչն է։ Որ խաչը, որի վրա մեր Տեր Հիսուս Քրիստոս իր մահով հաղթեց մահվանը, եւ որը
ներկվեց Քրիստոսի արյամբ եւ որը դարձավ լուսեղեն խաչ։ Հայոց եկեղեցին տարվա մեջ 4 անգամ խաչի տոն ունի։ Այն 3 տոները աշնանն ենք նշում, սեպտեմբերից սկսած։ Խաչ վերածը կամ Սուրբ խաչի տոնը, գյուտ խաչի տոնը, խաչափայտը գտնելու տոնը Քրիստոսի եւ վարագա Սուրբ խաչի տոնը, որոնք բոլորը կապված են խաչափայտի հետ։ Խաչի այս մեկ տոնը մենք նշում ենք հիմա գարնանը, այն կապված չի խաչափայտի հետ, այն կապված է խաչի տեսիլքի հետ, ոչ թե Քրիստոսի խաչափայտի հետ է կապված այս տոնը, այլ խաչի տեսքը, տեսիլքը երևալու, խաչի երևման հետ է կապված։ Այսինքն այս տոնը մեր հայացքը երկինք ուղղել է պահանջում մեզանից, որ մենք մեր ամեն օրը ապրենք ոչ թե գլուխներս կախ երկրին նայելով, այլ գլուխներս բարձր երկինք նայելով։ Եվ Գրիգոր Տաթևացու խոսքերը հիշեցի նորից, որ ասում է Աստված բոլոր արարածներին ստեղծել է գլխի կոր, որ գլուխները կոր քայլեն, աշխարհին գետնին նայելով քայլեն, բայց մարդուն ստեղծել է ուղղաձիգ, որ գլուխը վեր լինի, դեպի վեր նայի, բայց ասում է մարդը, Սաղմոս 2-ն ասում է, մարդը կորցրեց այդ վիճակը եւ ընկավ հավասարվեց անբան անասուններին։ Ինքն էլ դառավ կորագլուխ, ինքն էլ սկսեց այս աշխարհի մեջ բաներ փնտրել։ Խաչի երևման տոնն է։ Եվ խաչը երևաց Երուսաղեմի երկնակամարում եւ ժամեր շարունակ երևաց։ Եվ Մատթեոս ավետարանիչն էլ ասում է Քրիստոսի երկրորդ գալստից առաջ երկնքում պիտի երևա Քրիստոսի նշանը լուսեղեն, խաչի նշանը։ Եվ ովքեր աչքերը երկնքին հառած են ապրում, պիտի տեսնեն այդ խաչի նշանը, եւ այդ խաչը իրանց ուրախություն պիտի պարգևի, որովհետեւ պիտի ուրախանան ու ցնցան, որովհետեւ հասավ իրանց փրկության ժամը։ Ովքեր աչքերը երկնքին հառած չեն ապրում, ժամանակ չունեն երկինք նայելու, այս աշխարհն են փնտրում, իրենք պիտի չտեսնեն Քրիստոսի հաղթական, փրկական երևումը, այլ իրենց վրա պիտի իջնի դատապարտությունը։ Այստեղ մի բան էլ հիշեցի, մի անգամ էլ էի հիշել, շատ խորհրդանշական բան է, երևի շատերը տեսել եք, հայկական ֆիլմ, Կտորմը երկինք։ Հիշում եք ֆիլմի հերոսը Թորիկը։ Թորիկը միշտ երկնքին էր նայում, եւ Թորիկին բոլորը համարում էին ինչ, հիմար տղա, անխելք տղա, խելք չունեցող, պակասամիտ, խելապակաս։ Բայց ֆիլմի խորհուրդը ինչ էր, այդ ամբողջ քաղաքի ամենա ազնիվ, արդար, բարոյական մարդը Թորիկն էր։ Այդ ամբողջ քաղաքը, որ երկինք չէր նայում, ներքև էին նայում, եւ Թորիկին ծաղրում էին, որ ինքը երկինք էր նայում, դպրոցից սկսած։ Իրենք բոլորը անբարո վիճակի մեջ էին։ Միակ բարոյական մարդը այդ քաղաքի Թորիկն էր, որը երկինք էր նայում։ Քրիստոս երկնքից պիտի գա։ Երկնքում է մեր սպասելիքը, երկնքում է մեր ակնկալիքը։ Եվ այսօրվա խաչի երևման տոնը այս երեսով մենք նայենք, մեզ հրավիրում է բոլորիս երկինք նայենք, որ խաչի երևումը մեր կյանքերում բաց չթողնենք, որ հանկարծ խաչը չհայտնվի երկնքում անցնի գնա, ու մենք գլուխներս կախ չտեսնենք այդ խաչը, ու չարժանանանք այդ երանությանը, այդ երջանկությանը, որ Աստված պատրաստել է մեզ, Աստծո կանչին անսանք, այլ ոչ թե անտեսենք Աստծո կանչը։ Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։